Ողջույն, եկեք միասին ուսումնասիրենք ինչ է նշանակում ինտերվալի շրջվածքները։ Նախ հասկանանք ինչ է ինտերվալը։ Երկու հնչյունների միջև տարածությունը կոչվում է ինտերվալ։ Առաջին հնչյունը կոչվում է հիմք, երկրորդ հնչյունը կոչվում է գագաթ։ Ինտերվալի շրջվածքը հիմքը վերցնում ենք, տեղափոխում ենք օկտավավերև։ Իսկ հիմա եկեք բոլոր ինտերվալները շրջենք և տեսնենք ինչ շրջվածքներ է ստացվում։ Առաջին ինտերվալը դո պրիման է։ Տեղափոխում ենք հիմքը վեր և ստացվում է մաքուր օկտավա։ Երկրորդ ինտերվալը փոքր սեկունդան է։ Հիմքը վերցնում ենք, տեղափոխում ենք օկտավա վեր և շրջվածքը ստացվում է մեծ սեպտիմա։ Ռե բեմոլ դո ռե մեծ սեկունդան, դոն տեղափոխում ենք օկտավա վեր և ստացվում է փոքր սեպտիմա։ Ռե դո մի բեմոլ փոքր տերցյան, մի բեմոլ դո ստացվում է մեծ սեքստա։ Դո մի շրջում ենք, մեծ տերցյան, ստացվում է մի դո փոքր սեքստա։ Հաջորդ ինտերվալը մաքուր կվարտան է։ Դո ֆա դո շրջելիս, կվարտան շրջելիս ստացվում է կվինտա, ֆա դո։ Հաջորդ ինտերվալը մաքուր կվինտան է։ Դո սոլ դո շրջելիս ստացվում է կվարտա, կվինտան շրջելիս ստացվում է կվարտա։ Փոքր սեքստա։ Դո լա բեմոլ դո մեծ տերցիա է ստացվում։ Դո լա մեծ սեքստան շրջելիս ստացվում է փոքր տերցիա, լա դո սեպտիմա, փոքր սեպտինը շրջելիս ստացվում է մեծ սեկունդա, սի բեմոլ դո մեծ սեպտիման շրջելիս ստացվում է փոքր սեկունդա, իսկ օկտավան շրջելիս ստացվում է մաքուր պրիմա։ Եթե ունեք ինչ-որ հարցեր, անպայման գրեք և ես սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին։